Հանուն կյանքի, ոչ թե դանդաղ հոգեվարքի։ Ռուսաստանն այդպես էլ 21-րդ դար չեկավ։ Նրանք դեռ հաղթում են անցյալ դարի պատերազմներում, նոր պատերազմներ են մղում վերականգնելու ԽՍՀՄ-ն։ Իրենց բոլոր պատկերացումներում, անցյալի, ներկայի եւ ապագայի, աշխարհը պատկերացնում են տարածք, որտեղ ռուսները պիտի որոշեն, մյուսներն ինչ անեն եւ ինչպես։ Դա կոչվում է բազմաբևեռություն։ Իրականում Ռուսաստան վաղուց արդեն չկա։ Կա Չինաստանի կցորդ, որ որևէ ինքնուրույն որոշում չի կարող կայացնել, առավել ևս իրականացնել առանց Պեկինի հաճախ չբարձրաձայնվող թույլտվության, երբեմն աջակցության նույնքան չբարձրաձայնվող։ Պարզապես բոլոր պատերազմներում էլ բռնապետները միմյանց լավ են հասկացել են, որ իրենց իշխանությունը բխում է ոչ թե սեփական ժողովրդից, այլ միմյանց պահպանելու կարողությունից։ Ժողովուրդն ու ժողովրդավարությունը նրանց համար մահացու վտանգ են, որովհետև ցանկացած միջին վիճակագրական ռուս, բելարուս, ղազախ, տաջիկ, բոլորին չթվարկեմ, հարցնելու է, եթե մենք բոլորին հաղթել ենք, ինչու ենք վատ ապրում, եւ նրանց բոլորի ընդհանրական հարցերի պատասխանը մեկն է. միշտ ստեղծվելու է, գտնվելու է արտաքին թշնամի, հրահրվելու է պատերազմ, որ ասվի, որովհետև թշնամին չի թողնում, թշնամին ձեր մահն է ուզում, թշնամին ստիպում է զինվել եւ պատերազմել, եւ եթե չլինեմ ես, եթե ես հավերժական եւ անփոփոխ իշխանություն չունենամ, դուք կորած եք։ Այդպես դաստիարակվում են սերունդներ, որոնց ներշնչվում է վախը եւ թշնամանքը իրենց սահմաններից դուրս աշխարհի նկատմամբ։ Դուք խաղում եք գոլֆի դաշտերում, կհաղթենք ձեր ռազմի դաշտերում մտայնությամբ։ Սա է հիբրիդային պատերազմը, առանց ունենալով բռնապետության պաշտպանությունը եւ մեկուսացումը աշխարհից, որ թշնամական է, որովհետեւ քեզ նման չէ, որովհետեւ ուրիշ արժեքներ ունի, որովհետեւ այդ աշխարհի հետ շփում է, սպանում է թշնամանքի միֆը եւ ցույց է տալիս, որ կա ուրիշ կյանք։ Անպատերազմ, անթշնամի, հանգիստ, բարեկեցիկ, կանխատեսելի եւ կանոնակարգված, երբ օրինաչափ է ոչ թե կյանքը հավերժական պայքարի վերածելը, այլ ապրելը Աստծո տված կյանքը։ Սա է հիբրիդային պատերազմը, որի մաս ենք մենք, որովհետև մենք էլ ենք ուզում ապրել, ոչ թե անverջ պայքարել։ Եվ մենք արժանի ենք պատժի, որովհետև չենք ուզում իրենց նման լինել, ուզում ենք մեզ նման լինել։ Եվ դա կոչվում է ինքնիշխանություն, կոչվում է պետություն։ Սա է հիբրիդային պատերազմը, մեզ անverջ պայքար պարտադրելը եւ ներշնչելը, որ առանց իրենց կորած ենք։ Ով կհավատա, կհավատա, ով չի հավատա, հավատացողների հետ նրանց դուրս կմղեն կյանքից եւ իրենք կգան իշխանության։ Մենք համաձայն ենք։ Հետգրություն 2026 թվականի ընտրություններում սեփական երկիրն ու սեփական ապագա ունենալու իրավունքն է վիճարկվում մեր ձեռքով։ Ինչու են այսքան վաղ սկսել պետության ներսում պետականասպանների զորահավաքը, որովհետև տեսել են պետություն պահողների ուժը եւ համառությունը եւ փորձում են նրանց մինչեւ ընտրությունները վերացնել, որ խնդիր չլինի ընտրություններում, որ ընտրություն չլինի ընտրություններում, գործադրելու են հիբրիդային հնարավոր եւ անհնար տարբերակները, զորահավաքի են ելնելու քաղաքական բոլոր հանգուցյալները, մեծ եւ փոքր, ներդրվելու են հնարավոր եւ անհնար ֆինանսներ, ներսից իշխանություն դառնալուց հետո տասնապատկելու եւ հարյուրապատկելու հնարավորությամբ պետության եւ ժողովրդի հաշվին, դրսից պահպանելու իրենց մոնոպոլիաները, թույլ չտալու, որ հանկարծ եւ հանկարծ տնտեսություն ստեղծվի, աշխատատեղ ստեղծվի, մարդիկ մարդավայել ապրեն եւ մտքներով չանցնի գնալ իրենց երկրում աշխատանք որոնելու։ Ու էլի լավ հայտնի մի տասնյակ պատճառներով։ Լավ, ինչքան, երբ ենք ձերբազատվելու մեզ պարտադրվող կուրությունից եւ երբ ենք բաց աչքերով նայելու իրականությանը, թե մենք էլ ենք մնացել 20-րդ դարում, մենք էլ վախենում ենք ապրել եւ համաձայն ենք հավերժական պայքարի ստին, որ բռնապետներին թույլ է տալիս բռնապետ մնալ մեր իսկ ձեռքով, որովհետեւ բանականությունը կաշկանդում են վախով եւ խաբեությամբ, իրենց միֆերը դարձնում են մերը, մեզ ոչնչացնելով իբրև ինքնություն։ Եթե պայքար, ուրեմն պետության համար, ոչ թե պետության դեմ, հանուն կյանքի, ոչ թե դանդաղ հոգեվարքի, գրել է Անահիտ Ադամյանը Facebook-յան իր էջում։ Հնդկաստան-Պակիստան առճակատումը նոր թափ է հավաքում։ Արդեն երկրորդ գիշերն է, ինչ կողմերը չեն դադարեցնում ռազմական գործողությունները։ Ըստ տարբեր աղբյուրների, ընդհանուր հաշվարկով օգտագործվել է մոտ 2-3 հազար անօդաչու թռչող սարք։ Բալիստիկ հրթիռներով փոխադարձ ռմբակոծությունները դուրս են գալիս վերահսկողությունից։
Հնդկաստանը փակել է իր օդանավակայանների գրեթե 90%-ը եւ հայտարարել է համապետական զորահավաք։ Հատուկ ջոկատային ուժերը եւ նավատորմը պատրաստվում են ցամաքային աննախադեպ գործողությունների։ Միջազգային որևէ կազմակերպություն իզորուտ չէ կանգնեցնել այս սարսափելի պատերազմը։ Ոչ մի կոչ կամ մտահոգություն չի ազդում կողմերի վրա։ Բանալի լուծումը մնում է երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության ձեռքում։ Նկատվում է նաև արտասահմանյան երկու հզոր հատուկ ծառայությունների շահերի բախում։ Մի կողմից ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը, որը պաշտպանություն է ցուցաբերում Պակիստանի զինված ուժերին, իսկ մյուս կողմից իսրայելական Մոսադը, որն աջակցում է Հնդկաստանին։ Բացի մեր զորակցությունից Հնդկաստանին, մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում ՀՕՊ համակարգերի աշխատանքները։ Մասնավորապես Ակաշ համակարգը գործում է ուղղակի հիանալի։ Հնդկական ՀՕՊ-ը այս պատերազմում հիշեցնում է թուրքական ԱԹՍ-ների գերեզման։ Աշխարհով մեկ գովաբանված թուրքական ԱԹՍ-ները մեկը մյուսի հետևից որսվում եւ ոչնչացվում են։ Սա մեզ համար չափազանց արժեքավոր պրակտիկա էր եւ բարձրացրեց վստահությունը։ Լարվածության առաջին օրերին Ադրբեջանը զորակցություն հայտնեց իր դաշնակից Պակիստանին։ Այդ լուրը արագ տարածվեց Հնդկաստանում։ Սոցցանցերում սկսվեց մեծ աղմուկ, բոյկոտի եւ պատժամիջոցների կոչերով։ Արդյունքում մի շարք հնդկական ընկերություններ խզեցին պայմանագրերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Խոշոր զբոսաշրջային կազմակերպություններ դադարեցրեցին դեպի Ադրբեջան բոլոր տուրերը եւ կոչ արեցին հնդիկներին չմեկնել այնտեղ։ Նրանք, ովքեր արդեն այնտեղ էին, հորդորվեցին հնարավորինս արագ վերադառնալ։ Տեղեկատվական այս պատերազմում Ադրբեջանի որոշ մեդիա ռեսուրսներ, որոնք ենթակա են ուժային կառույցներին, կրկին մեղադրեցին Հայաստանի հատուկ ծառայություններին, պնդելով, որ հայերը ֆեյք էջերի միջոցով ատելություն են տարածում սոցցանցերում։ Ըստ նրանց, Հնդկաստանում Հայաստանի հատուկ ծառայության գործակալը նպաստել է իրավիճակի սրմանը, հանգեցնելով հնարավոր դիվանագիտական սկանդալի։ Գիժեն, հորեսարև, հոգեկան հիստերիկ։ Իհարկե, սա հիմնազուրկ եւ անհեթեթ պնդում է։ Ամեն դեպքում մենք ուշադիր ենք հետևում մեզ հետաքրքրող ՀՕՊ համակարգերի աշխատանքին եւ պետք է նշեմ, արդյունքները նույնիսկ գերազանցում են սպասելիքները։ Շատ գոհ ենք, ախպեր, գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։ Պակիստանի հակաօդային պաշտպանական համակարգերը չեն կարողանում որսալ հնդկական հրթիռների ավելի քան կեսը։ Խուճապը սաստկանում է երկրի ներսում։ Ըստ որոշ տեղեկությունների, երբեմն խոցվում են նույնիսկ սեփական օդային միջոցները։ Սահմանամերձ շրջաններում ընթանում են ինտենսիվ ցամաքային մարտեր։ Այո, սխալ էր հրադադարի խնդրանքն ուղղել Հնդկաստանին, ապա ընդամենը մի քանի ժամ անց խախտել այն։ Այս քայլը միայն խորացրեց լարվածությունը։ Հնդկաստանն ի պատասխան շարունակում է իր պատժիչ գործողությունները։ Ըստ որոշ աղբյուրների, հնդկական կողմը մտադիր չէ դադարեցնել հարվածները, քանի դեռ անվտանգության սպառնալիքները լիովին չեն վերացվել, գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։